Ողջույն, հարգելի հայրենակիցներ, Նիկոլը համառորեն կառչել է աթոռից և չի ցանկանում այն հանձնել ինձ։ Իր դրությունը մեր հայրենիքի համար օր-օրի ավելի վատանում է, քանի որ թե մեր բարեկամներն են մեզ դավաճանում և Ալիևի Սիլիբիլի անում, թե ԱՄՆ Եվրոպայի ղեկավարներն են Սիլիբիլի անում, պատերազմի հանցագործ, մարտասպան, դիկտատոր Ալիևի հետ։ Ալիևին հրավիրեցին Վաշինգտոն, այնտեղ հանդիպես Տրամպի հետ։ Իսկ Նիկոլին չհրավիրեցին, որը գոնե պատերազմի հանցագործ չէ Ադրբեջանի ժողովրդի համար, իսկ Ալիևը պատերազմի հանցագործ է հայ ժողովրդի համար, Արցախի հայերի համար, նա ցեղասպան է, նա ցեղասպանություն է կատարել Արցախի հայերի նկատմամբ։ Այժմ պետք է աշխարհի խոշորագույն երկրների ղեկավարները դատապարտեին Ալիևին, սանկցիաներ կիրառեին Ադրբեջանի նկատմամբ, բայց ավետես հակառակն է տեղի ունենում, նրանք գովում են, հաճոյանում են Ալիևին։ Նույնիսկ Ալիևի թշնամի երկրների ղեկավարները հաճոյանում են Ալիևին։ Հետաքրքիր է, մի 2 օր առաջ, որ Իրանի նախագահը շնորհակալություն հայտնեց Ալիևին։ Այդտեղ ինչի համար է շնորհակալություն հայտնում Ալիևին։ Այն բանի համար, որ Ադրբեջանի տարածքից արդեն բազմաթիվ տարիներ ռմբակոծում են, դիվերսիաներ են կատարում Իրանի նկատմամբ, այն բանի համար, որ Իրանի նախագահ Ռայիսիին սպանեցին Ադրբեջան այց կատարելու ժամանակ, ինչու համար է դու շնորհակալություն հայտնում։ Դու ինձ պետք է շնորհակալություն հայտնեիր, որ ես բազմիցս փրկել եմ Իրանին կործանումից։ 2026 թվականի հունվարի սկզբին, եթե ես չօգնեի Իրանին, Իրանը փլուզվել էր, այդ ես կանգնեցեցի Իրանի կործանումը։ Իսկ այժմ դու փոխանակին դանից շնորհակալություն հայտնես, ձեր մահացու թշնամի Ալիևից ես շնորհակալություն հայտնում, որը Հուսեյն Իրանը հայտարարում է Ադրբեջանի մաս։ Կամ զարմանում եմ Ռուսաստանի վրա, ռուսական չինովնիկների վրա, ովքեր նույնպես շնորհակալություն են հայտնում Ալիևին և Ադրբեջանի բարեկամ դաշնակից պետություն են համարում։ Այն դեպքում, երբ Ալիևը Ադրբեջանի տարածքից օր ու գիշեր ջրամթերք զենք է մատակարարում Ուկրաինային, վառելիք է մատակարարում, ֆինանսապես օգնում է, աշխարհը անբարոյական է դարձել։ Ճիշտ ասած ուզում էի պոռնիկ ասել, բայց ասի լավ, մի քիչ ավելի քաղաքավարի արտահայտվեմ։ Նիկոլ, դու տեսնում ես, որ աղքատ մարդուն բանի տեղ չեն դնում, եղբայր, նորից քեզ ասի եղբայր, այ բան։ Վերջի հավանաբար, երբ որ հանդես իշխանությունը ինձ, հավանաբար իսկապես եղբայր եք դառնալու, որտեղ դա մեծ լավություն կլինի հայ ժողովրդի նկատմամբ, առաջավոր մարդկության նկատմամբ, քանի որ ես շատ լավ բաներ եմ անելու, թե հայ ժողովրդի համար, թե առաջավոր մարդկության համար։ Նիկոլ, հասկացիր, ես գալիս եմ մեծ փողեր աշխատելու հայ ժողովրդի համար, մեր հայրենիքի համար։ Միայն մեծ փողերով մենք կարող ենք ճանապարհ բացել մեր ժողովրդի առջև, մեր հայրենիքի առջև։ Եթե մենք հարուստ երկիր լինեինք, այժմ քեզ Տրամպը նույնպես կհրավիրեր Վաշինգտոն, քո հետ այդպես չէին խոսել։ Դու կարող ես ոտքով բացել նրանց դռները։ Իսկ դու չես կարող հարստանալ, որտեղ դու գիտելիքներ չունես։ 4 ղեկավարներ ասել են,
որ անգրագետներ են եղել, մեկը Մատենադարանի աշխատող է եղել, Լևոնը, Ռոբերտը եղել է կուսակցության աշխատող, Սերժն էլ ասում է սանտեխնիկ է եղել, իսկ Նիկոլ դու вообще, դու նույնիսկ համալսարանը չես ավարտել, իսատ պրոկտակից ես եղել, եղբայր, իսկ Նիկոլից բիզնեսից ընդհանրապես գաղափար չես ունեցել, 4 ղեկավարներն էլ բիզնեսից շատ հեռու են եղել, այդ պատճառով երկիրը այս դրության մեջ հայտնվեց։ Նիկոլ դու ուզես չուզես պետք է հեռանաս, եթե չհեռանաս քեզ կհեռացնեն, ինչպես Հուլիոս Կեսարին հիշի, ինչպես օրը ցերեկով նրա ամենամտերիմ համախոհ ընկերը դաշյունը խրեց հետևից մեջքը։ Կամ հիշենք Ջոն Քենեդիին, որին իր թիկնապան է սպանել, կրակելով հետգլխի հետնամասեն։ Անվար Սադատին հիշենք, շքերթի ժամանակ նրա զինվորականներից մեկը պարզապես գնդակահարեց նրան, Ինդիրա Գանդիին, նրա թիկնապաները սպանեցին, կամ Կադաֆիին, ով իր ժողովրդին շատ լավ էր նայում, եթե այդպես կարելի արտահայտվել, ծեծելով սպանեցին, Չաուշեսկուն գնդակահարեցին։ Միթե դու ցանկանում ես նրանց բախտին արժանանալ, ինչու չես ցանկանում արժանապատիվ կյանքով ապրել, քանի որ եթե իշխանությունը հանձնես, իսկապես արժանապատիվ կյանքով ես ապրելով։ Ես ասել եմ, որ ես ոչ ոքի ձեռք չեմ տալու, ոչ մեկից ոչ մի բան չեմ խլելու։ Իմ գիտելիքները բավական են, որ ես մեծ գումարներ աշխատել մեր հայրենիքի համար։ Նորից եմ առաջարկում իմաստուն խելամիտ որոշում ընդունել, հանձնել իշխանությունը ինձ, ոչ թե ինչ-որ մեկին, ես ասում եմ այն ինձ հետ միասին և մյուս նվիրյալ հայրենասերների հետ միասին, որոնք ճիշտ մեր ժողովրդի մեջ, ծառայելու հայ ժողովրդին, մեր հայրենիքի հզորացմանը, որի դեպքում բոլոր դռները կբացվեն մեր առջև։ Ալիևի պես մարտասպանները էլ չեն կարող հողորտալ, որ Զանգեզուրը, Արարատյան դաշտավայրը Արևմտյան Ադրբեջան են կամ Հայկական Հանրապետությունը Արևմտյան Ադրբեջան են։ Այնքան անգրագետ է, ախր դուք ժողովուրդ չեք, դուք պատմություն չեք ունեցել, դուք գնացեք այն հրեա բոլշևիկների հետույքը պետք է չգիտեմ ինչ անեիք, որ հեղափոխություն կատարեցին 1917 թվականի Ռուսաստանում, իշխանությունը վերցրեցին իրեն ձեռքը, ցեղասպանություն կատարեցին ռուս ժողովրդի նկատմամբ, մինչ այդ թուրքերն էին կատարել իրենց ցար Նիկոլայի թույլտվությամբ հայերի նկատմամբ, որի պատճառով էլ Աստված պատժեց Նիկոլային և նրա բոլշևիկները նրա ընտանիքը գնդակահարեցին, ինչպես թուրքերն էին գնդակահարել 100 հազարավոր հայերի ընտանիքների։ Այդ բոլշևիկների շնորհիվ էր, որ Ադրբեջան ժողովուրդը առաջացավ։ Դուք ժողովուրդ չեք, ադրբեջանցի, դուք